Պատահական չի, ես արդեն ասացի, որ իրենք ունեն պատվերներ, մենք արդեն նախընտրական շրջանում տեսանք իրենց ակտիվ շարժերը թե ադրբեջանական բիզնեսմենների հետ կապված, թե Թուրքիայում համապատասխան հանդիպումները եւ սա դրա հաջորդող քայլերն էր։ Հաջիևը այն մարդն է, ում հետ պայմանավորվածությունների արդյունքում նաև էթնիկ զտում է տեղի ունեցել Արցախում։ Մենք չմոռանանք, որ մեր աղբը իր հետ էր Վաշինգտոնում բանակցում Արցախի հայությանը էթնիկ փոքրամասնության վերածելու ծրագրի շուրջ։ Այստեղ մենք հասկանանք, որ շատ ավելի մեծ զիջումների եւ հանձնումների մասին է խոսքը, եւ սա ուղղակի պատահական այց չէ, ոչ էլ Հաջիևն է պատահական անձնավորություն։ Մենք հասկանանք, որ մենք խոսում ենք թե նորից կրկնեմ իրավական հիմք չունեցող անկլավների հանձնման, թե սահմանների ադրբեջանական ցանկություններով գծման, թե ամենատարբեր զիջումների, այդ թվում նաև այստեղ ադրբեջանցիների բնակեցնելու ծրագրերի հետ։ Սա ընդհանուր մեծ գլոբալ ծրագրի մաս է եւ ի դժբախտություն մեր ժողովրդի մի հատվածը ինչ շահերից եւ նկատառումներից ելնելով հնարավորություն տվեց այս իշխանություններին վերարտադրվելու։ Տիկին Աղաջանի, երբ խոսվում է ադրբեջանցիների գալու բնակեցնելու այստեղ, դուք տեսաք նախորդ բանախոսը տիկին ադրբեջաններ, ու խոսքի ժամանակ ես մեջբերություն տվեցի լուսանկարը, որտեղ օրինակ ԿՓԿ պատգամավորը ծաղրական բա ու հետ չեք գալիս, ասեք 300,000-ից քանիսն են եկել Հայաստան, այսպես որ հիմնադիրների ֆրակցիայի նկարներ էլի դրել, դատարկատորներն էին, դե սորերին աղջերին չեն, այս սաղրանքը, այսինքն ինչ են իրենք ուզում ցույց տալ։ Գիտեք, այդ պատկերը դեժավյուի նման հիշեցնում է թե Արցախի հանձնման հետ կապված իրենց խոսույթը, թե Կիրանցում հանձնումների հետ կապված խոսույթը, թե իրենց մի միլիմետր հող չտալու, թե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի խոսույթը փակելու մասին, եկեք մենք հասկանանք, որ սա ձեռագիր է եւ իրենք փորձում են այսպես տարբեր ուրեմն արտահայտություններ անելով ժողովրդի նյարդերի հետ խաղալ։ Սա այդ ներվը ցավացնելու միջոց է, որը հանրությանը չի թողում սթափ տեսնելու իրականությունը։ Սա պատահական ձեռագիր չէ եւ սա հետեւողական իրենց կողմից արվել է։ Իրենք ասում են մի բան, հաջորդիվ անում են ուրիշ բան եւ հետո ասում են դե կներեք իրավիճակը փոխվել էր, ուրիշ տարբերակ չունեինք։ Մենք հասկանանք, որ այդ խոստումները վաղուց են տրվել, ինչպես բազմիցս նշել եմ, այդ ուրեմն ծրագրի Ոչ, իրենք արդեն հաջորդող քայլերի ծրագիրն էին մշակում, տերի մասին խոսակցություն անգամ չկա, տեր են, վաղուց են տեր։ Ես հիշեցնեմ, որ 22 թվականին Միացյալ Նահանգների բանագնացի կողմից այս հարցերը բարձրացվել են, սա պատահական քննարկում չէ, սրա մասին իրենք մտածել են եւ սրա հեռահար նպատակը այստեղ բաժանիր, որ տիրես սկզբունքով մեր միասնականությունը որպես ժողովուրդ կոտրելու եւ այս տարածքում իրենց համար հենման կետ ունենալու խնդիրն է, իսկ թուրքերը օգտագործում են ամբողջ տարածքում իրենց ներկայությունը ոչ միայն ապահովելու, այլև ժամանակի ընթացքում ժողովրդագրական փոփոխությունների միջոցով ամբողջովին իրենցը դարձնելու ուրեմն ծրագիրն իրականացնելու համար։ Սա նորություն չի, մենք տեսել ենք դա թե Սիրիայում, մենք տեսել ենք դա անգամ Եվրոպայում, նույն թուրքերի միգրանտների արտագաղթի միջոցով եւ այսօր այնտեղ թուրքական զգայուն տարի գերակշիռ ու դեր կատարելու առումով, իսկ Հայաստանի պարագայում դա իրենց երազանքն է, որի իրականացման առումով իրենք մեկ քայլ անգամ հետ չեն կանգնի։ Նույնը տեսել ենք նաեւ Վրաստանում եւ սա ուղղակի ժամանակի խնդիր է, իսկ այս իշխանությունը, ինչպես ասացի, ամեն ինչ անում են դաշտը պատրաստելու, որպեսզի այդ բիզնեսի ներդրումների անվան տակ ամբողջ թուրքական ներկայությունը այստեղ ներհոսի եւ ուղղակի մերոնց որպես ծառա կամ ստրուկ օգտագործեն, իսկ ովքեր չեն ցանկանում արտագաղթեն դրանով դաշտը թողնելով այս մեզ համար թշնամական տարի երազանքի իրականացմանը։ Ռուսաստանից ըստերություն դեռևս պաշտոնական արձագանք չկա, նախագահի մասշտաբով արձագանք չկա Հայաստանում կայացած այս ընտրությունների եւ մենք տեսնում ենք բարձրաստիճան պաշտոնյաների երեք արդեն նաեւ Նարիշկինի մակարդակով, որ իրենք այս ընտրությունները արդյունքները կասկածելի խնդրահարույց են դիտարկում։ Եթե
Գիտեք, ես կարծում եմ, որ արարողակարգային առումով սահմանադրական դատարանի որոշումից հետո ինչ որ ձևական մի բան կլինի, բայց դա ամենևին չի փոխի Ռուսաստանի մոտեցումը հստակություն մտցնելու Հայաստանի կողմնորոշումների առումով։ Իսկ մեր արտաքին գործերի նախարարի պաշտոնում գտնվող անձի հազվեհազ Լյուքսեմբուրգ այցը եւ ԵՄ այսպես ասած նախարարների հանդիպմանը մասնակցելը, սա հերթական դրսևորումն է, որ այդ ցանկությունները որևէ տեղ չեն գնում եւ ուղղակի թե Ռուսաստանը, ռուսական տնտեսությունն ու շուկան եւ թե ամբողջ ԵԱՏՄ-ն այս իշխանությունները դիտարկում են ուղղակի պահեստային անիվի տեղ, որը օգտագործում են ըստ ցանկության կարող են դեն նետել, երբ որ դրա կարիքը չլինի։ Ռուսաստանը բոլորովին ցանկություն չունի նման դեր կատարելու եւ կարծում եմ թե սանկցիաները, թե պարտադրանքը, որպիսի այս իշխանությունների վերջո հարակվեի միջոցով հստակ որոշում կայացնեն, իրենց կողմից շարունակվելու է պնդել։ Մենք կտեսնենք հարաբերությունների գնալով վատթարացում, որի հետևանքները շատ արագ, ինչպես նշեցի, մեր ժողովուրդը իր վրա կզգա, չնայած որ մեր իշխանությունները միլիոնավոր դոլարների հերթական վարկերն են վերցնում մեր ժողովրդին այսպես փոխհատուցելու համար, բայց դա հաշվի առեք, որ նաև մեր պարտքային ուրեմն կախվածությունն է մեծացնում եւ դա իմ ձեր մյուսների գրպանից իրականացվող ուրեմն վճարումներ են լինելու, որը ոչ միտեղ չի տանելու, դա ոչ շուկա է բերելու, դա ոչ արտադրանքի ծավալներ է բավարարելու, ոչ էլ կարողանելու է փոխարինել տնտեսական հարաբերությունները, որ մենք ունենք թե Ռուսաստանի հետ, թե ԵԱՏՄ-ի հետ։ Սա ընդհանուր որպես դրվագ եւ կարծում եմ առաջիկա ամիսներին մենք այդ ցավոտ հարվածները շատ ավելի շոշափելի կտեսնենք, իսկ ապագայում նաեւ չեմ բացառում, որ այս իշխանությունները գնան գազային, այսպես ասած, կախվածության Ադրբեջանից արդեն կախվածության մեծացմանը, կրկին ռուսական գազը գնելով Ադրբեջանից, բայց հարստացնելով Ադրբեջանի բյուջեն, այսինքն իրենց քայլերով Այո, ադրբեջանական, թուրքական, բայց սա արդեն ուղղակի ներդրում կլինի իրենց բյուջեին, հաշվի առնելով, որ շատ ավելի թանկ գնով մենք ստանալու ենք նույն գազը, ինչ որ Ռուսաստանը տալիս է, բայց այս անգամ արդեն լցվելու է Ադրբեջանի բյուջեն, որը շարունակելու է զինվել եւ մեր երկրի ու մեր ժողովրդի դեմ թշնամական ծրագրեր իրականացնել։ Արդեն հղանալը չեմ ասում, որտեղ վաղուց վանից հղացել են, սա ուղղակի հերթական քայլերի շարունակական իրագործմամբ մեզ բերելու են արդեն ողբերգական վիճակի եւ ողբերգական ավարտի եզրին հասցնեն։ Եթե մենք նաեւ այս թանկացումների եւ Ռուսաստանի հետ կապված այս իրողությունների ֆոնին մենք թանկացումներ չէ, սանկցիաների, ակցիզային հարկերն են թանկանալու։ Դե այդքան ծախս են արել, պիտի քերեն ժողովրդին, ինչ որ միտեղ է ծախսը։ Միշտ ժողովրդից է դուրս գալիս եւ միշտ ժողովրդին քերելուց է դուրս գալիս։ Մենք հետո էլ կտեսնենք այս վարկային միջոցները, որ Եվրոպա կոչվածը տալիս է, դա հենց այնպես գեղեցիկ աչքերի համար չի տալիս։ Դրանք իր հետ ունեն նաեւ պարտավորությունների հստակ ցանկ, որոնք այս իշխանությունները ստանձնում են։ Իսկ դրանք ենթադրում են թե հարկերի մեծացում, դրանք ենթադրելու են թե որոշակի ինստիտուցիոնալ փոփոխություններ, այսինքն Հայաստանը չպիտի արտադրող լինի, Հայաստանը պիտի սպասարկող լինի, հայ ժողովուրդը պետք է ծառա լինի, չի կարող ինքը արտադրող լինել եւ ինքնուրույն կարողանալ ինքնաբավության որոշակի աստիճան ունենալ։ Սա ընդհանուր բանաձևն է, որ գործում է արևմուտքի դեպի այլ պետություններ կամ դեպի անգամ իրեն անդամակցության հայտ ներկայացնող պետություններ ծրագրի շրջանակում։ Նայեք Ուկրաինային, նայեք Մոլդովային, նայեք Վրաստանին, կստանաք ձեր պատասխանը եւ այն պատկերը, որը մեր առջեւ կանգնած է։ Իսկ մենք շատ ավելի բարդ խնդիրների առաջ ենք կանգնելու, որտեղ արևմուտքը պատրաստվում է արդեն մեծածավալ պատերազմի Ռուսաստանի դեմ, սա մենք խոսենք նաև Իրանի հետ կապված զարգացումներից, այստեղ արագացված տեմպերով փորձելու են այդ թրիփի իրականացմանը հասնել, որտեղ նահանգները չնայած իրենց կողմից այսօր տարփողվող համաձայնության ձեռքբերմանը, որը ընդհանրապես շրջանակային փաստաթուղթ է եւ սահմանում է հաջորդող բանակցությունների համար պայմանները, մենք հասկանանք, որ սա ընդհանրապես ժամանակի ցկցկելու, որտեղ սա կապված է նաև Ռուսաստանի հետ,
Սա ժամանակը ձգձգելու, պատրաստվելու եւ նաեւ թելադրված է Միացյալ Նահանգներում ընտրական գործընթացներով, որի վրա էական ազդեցություն ունեն նավթի ու բենզինի գները, եւ սրանք արդեն մեր արժեվ կկանգնեն, որպես ցավոք սրտի մեր տարածքը օգտագործելու եւ անգամ մեր ռազմական ուժը օգտագործելու պայման թե Ռուսաստանի թե Իրանի դեմ։